Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, կրկին մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է ու արդեն այս խաղային օրը մեկնարկում են Չելսին ընդդեմ Լեռնային Արցախի հանդիպմամբ շատ հետաքրքիր հանդիպում է իսկապես մեզ սպասվելու այս 50 րոպեների ընթացքում թիմերը ողջունեցին միմյանց եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին սկսենք Չելսիից Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Սմբատ Պողոսյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ժիայր Պապիկյան համար 10, նա նաև թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Գևորգյան համար 18, Հովսեփ Աթաջանյան համար 20, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Տիգրան Ջուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99 Լեռնային Արցախ դարպասը պաշտպանում է Էրիկ Խաչատրյանը համար 1, Սերգեյ Ասրյան համար 2, Արթուր Աբրահամյան համար 3, կամ մրցավարի Սուլիչում մեկնարկած է հանդիպումը, Արսեն Հարությունյան համար 8, Ռոնալդ Մելքումյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, ով նաև Լեռնային Արցախ թիմի ավագն է, Արսեն Հարությունյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 15, Հարութ Մանգասարյան համար 18, Միքայել Արաքելյան համար 22 եւ Հայկ Աթայան համար 27 Հիմա Լեռնային Արցախը անցել է գրոյի կապ փոխանցում, բայց այստեղ Գրիշա Գրիգորյանը կարողացավ հեռացնել գնդակը հիմա Չելսին կսկսի առաջին գրո այս խաղում, բայց այստեղ կարողացան վտանգը չեզոքացնել Արցախի պաշտպանները, հիմա էլ Ասատրյանը խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում ու սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով Չելսի դարպասի ուղղությամբ, իսկապես շատ հետաքրքիր րոպեներ են մեզ սպասվելու, հիշեցնեմ, որ սա Winter Cup-ի 2025-26 մրցաշրջանի 8-րդ տուրի հանդիպում է, մրցաշարային աղյուսակում պատկերը գերհետաքրքիր է ձևավորվել այս երկու թիմերը Շատ լավ ելույթներ են ունենում այս մրցաշրջանում, այս պայն Լեռնային Արցախը 6 հանդիպումից հետո ունի իր ակտիվում վաստակած 16 միավոր ու մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակն է եզրափակում, Չելսին էլ 11 միավորով 7-րդ հորիզոնականում է, իհարկե Չելսին հաղթանակի հասնելու դեպքում կկրճատի միավորների տարբերությունը Լեռնային Արցախի նկատմամբ, ճիշտ է դեռ ետ կմնա նրանից, քանի որ այս պայն միավորների տարբերությունը 5 միավոր է, բայց իհարկե պարտություն կրելու դեպքում Լեռնային Արցախը բավական առաջ կշարժվի արդեն թիկունքում թողնելով Չելսին, բնականաբար իհարկե այս հանդիպմամբ չենք կարող որոշել թե որ թիմերն են փլեյոֆի ուղղակի նվաճում, քանի որ դեռ 8 տուր կա այս հանդիպումից բացի խմբային փուլի ավարտին եւ ամեն հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակում պատկերը ել ավելի հետաքրքիր է ձևավորվում։ Հիմա դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից, ես իսկ նետի Լեռնային Արցախ թիմը Նախորդ տուրում իսկապես թիմերը կրկին բարդ մրցակիցների հանդիպեցին, Լեռնային Արցախը մրցեց Լացիոյի դեմ ու հանդիպումը ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով, իսկ Չելսին խմբի ֆավորիտներից մեկի հետ էր մրցում Մանչեսթեր Սիթի ու կրեց պարտություն 2-1 հաշվով, իհարկե շատ լավ հանդիպում անցկացրեց Չելսին այդ օրը, բայց 2-0 պարտվելիս ընդամենը 1 գնդակ հասցրեցին, ետ բրել Պապիկյան լավն էր փոխանցումը, բայց այստեղ դարպասապա դուրս եկավ ու տիրեց գնդակին, Մելքումյանն էլ առաջ է շարժվում, Աչեզրով կա փոխանցում, վտանգավորը բացել է պետք արշիվը հարված ու հիմա դարպասածողն է փրկում Չելսին, հենց հանդիպան մեկնարկում շատ լավ հնարավորություն կորցրին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, իսկապես այստեղ դարպասածողը եկավ օգնության Չելսի դարպասապա Էրիկ Պողոսյանին ու գնդակը չհայտնվեց դարպասում, բավական ակտիվ է ընթանում հանդիպումը, Աբրահամյանն է շարժվում առաջ, հեռահարված տեսանք, բայց շեղությամբ է ստացվում այստեղ էլ Աբրահամյանի կատարած հարված ու հարված կլինի Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից, բավական բարձր է հանդիպան տեմպը հենց մեկնարկում ու իհարկե դա միայն ու միայն խոսում է թիմերի բարձր կարգի մասին, Ջուխաջյան դեպի աջ փոխանցում կատարեց, Նալբանդյանն է այստեղ Գրոյ տեղափոխություն դեպի հարձակման կենտրոն, բայց այստեղ կրկին լավ գործեցին Լեռնային Արցախի պաշտպանները, Մելքումյանն էլ փորձեց այստեղ անցում կատարել, չստացվեց, բայց մնաց գնդակով Ռոնալդ Մելքումյանը, հիմա կա փոխանցում, ինչ է կատարվում հիմա Չելսիի տուգանային հրապարակում, Սարգսյան լավ էլ մտածել այստեղ Արսեն Սարգսյանը, բայց խաղանքերը մի փոքր ուշ արձագանքեց նրա կատարած փոխանցման ու գնդակը արդեն դուրս եկավ դաշտի սահմաններից, Պողոսյանը շտապում է ուղարկելով գնդակը թիմի ավագ Պապիկյանի ուղղությամբ Դեպի կենտրոն ներխուժեց, լավն էր Պապիկյանի փոխանցումը, բայց այստեղ գնդակը Նալբանդյանին չհասավ, նորից Պապիկյան, Արսեն Ասատրյանը այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, եթե կար ապա չսուլեց մրցավարը, քանի որ գնդակով Չելսին է,
Գրիշա Գրիգորյան, այստեղ մի փոքր դանդաղեց Գրիգորյանը, բայց կարողացավ մնալ գնդակով հասրեց նույնիսկ փոխանցում կատարել Նալբանդյանին, ստացավ նրանից գնդակը կրկին Նալբանդյան, վտանգավոր է, բայց այստեղ Նալբանդյանի կատարած փոխանցումը չհասավ թիմի Ավագ Պապիկյանին ու կրկին Լեռնային Արցախը շարժվում է առաջ, Արսեն Սարգսյան վտանգավոր է, Սարգսյան այստեղ հարված չէր, սա փոխանցում էր Սարգսյանի կատարման, բայց Չուխաջյանը կանգնեց գնդակի առջև ու թույլ չտվեց այն ընթանա դեպի դարպասի ուղղությամբ, հիմա էլ այս հարվածը շեղությամբ ստացվեց ու կրկին հարված կլինի Չելսի դարպասից, իհարկե թիմերը շատ վտանգավոր են հարձակման գծում գործում, 1-1 ու արագ հակագրողներով սպառնում են միմյանց դարպասի ուղղությամբ եւ առայժմ թիմերից ոչ մեկին չի հաջողվել բացել հանդիպան հաշիվ, իհարկե դեռ մեկնարկն է հանդիպան, դեռ կունենան թիմերը ժամանակ իրենց գնդակները հեղինակելու այս խաղում, հիմա տեսնենք Պապիկյանը կկատարի եզրային նետում, Ասատրյանն ուղարկեց, ստացավ նրանից գնդակը, կրկին Ասատրյանի հետ լավ համագործակցեցին այստեղ Պապիկյանն ու Ասատրյանը, բայց այս փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց ու հիմա արդեն գնդակը Աբրահամյանի մոտ է։ Աբրահամյան լավ էր մտածել, չանցավ գնդակը այստեղ դեպի խաղընկերը, իսկ այստեղ արդյոք չկար խաղի կանոնների խախտում Նալբանդյանի դեմ պայքարում, համենայն դեպս չսուլեց մրցավարը։ Հիմա արդեն փորձում է գրոյի անցնել Լեռնային Արցախը, բայց Արսեն Ասատրյանը հասցրեց այստեղ նահանջել ու փակել գնդակի ճանապարհը, սկսում է Չելսի խորքից, Արմեն Ասատրյան, բարձից փոխանցում դեպի աչեզը, Նալբանդյան այստեղ կասեցեց գնդակը, բայց ավելին անել այս դրվագում չստացվեց, կրկին Արմեն Ասատրյանն է գնդակով, հեռվից հարված եք տեսնում, բայց բարձր է ստացվում Ասատրյանի կատարած հարվածը ու հարված կլինի Էրիկ Խաչատրյանի դարպասից արագորեն խաղարկեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակը, բայց Չուխաջյանն էլ այստեղ հաջող պաշտպանվեց թույլ չտալով մրցակցին գրող կազմակերպել։ Արմեն Ասատրյան, Պապիկյան, շարժում է առաջ Պապիկյանը, լավն էր այս փոխանցումը, Արսեն Ասատրյանը հարվածում, հիմա էլ դարպասածով օգնության է գալիս Լեռնային Արցախին, թիմերը բավական վտանգավոր հարվածներ կատարեցին այս րոպեների ընթացքում միմյանց դարպասի ուղղությամբ, իհարկե եթե նախորդ դրվագում դարպասածող օգնության եկավ Չելսին, հիմա էլ արդեն Նյուքասլը փրկվեց վեհահաս գոլից։ Մելքումյան, Ասատրյանը այստեղ հասցրեց հեռացնել գնդակը, այն բաժին դարձավ Աբրահամյանին։ Ու դեպի հետ փոխանցում է հետևում կրկին դարպասապահերի Խաչատրյանի ուղղությամբ, ով գնդակ ուղարկում է ձախ եզր, խորքից սկսում է Լեռնային Արցախի հերթական ևս մեկ գրո, Արսեն Սարգսյան, լավն էր այս փոխանցումը, բայց Նալբանդյանը այստեղ կրկին հասցրեց նահանջել ու թույլ չտվեց, որպեսզի այս դրվագում Աթայանն առաջ շարժվի, խորքից փոխանցում ենք տեսնում գնդակի հիմա էլ Պապիկյանին չի հասնում ու անցնում է գրոյի արդեն Արցախը, Մելքումյան, ինչու շտապեց այստեղ Ռոնալդ Մելքումյանը, չեմ կարող ասել, իհարկե կար ավելի լավ տարբերակներ, կար աջից Տիգրան Համբարձումյանի գրոյի միացումը, կար նաև փոխանցման տարբերակ, բայց Մելքումյանը որոշեց ինքն եզրափակել այս գրոհը ու հարվածը լավ չստացվեց, հիմա նորից արդեն կորցրին գնդակը Չելսիի ֆուտբոլիստները, բայց Չուխաջյանը այստեղ հասցրեց կրկին նահանջել Նալբանդյանը հետ փոխանցում դարպասապահ Պողոսյանի ուղղությամբ, վերջինս էլ գնդակ ուղարկում է առաջ, բայց այստեղ Աբրահամյանը կարողացավ հեռացնել այն դաշտի սահմաններից դուրս ու եզրից կնետի Չելսին։ Պողոսյան, Արմեն Ասատրյան, լավ փոխանցում էր կատարել Ասատրյանը, բայց այստեղ առաջինը կրկին Լեռնային Արցախի ֆուտբոլիստներն էին, Սարգսյան վտանգավոր գրոյի անցել Արցախը, բայց Ասատրյանը այս դրվագում նորից հասցնում է փակել մրցակցի գրոյի ճանապարհը, Նալբանդյան զարգացնում է արագությունը աչեզով, Ալեքսանդր Նալբանդյանը շատ հեռու թողեց գնդակը, բայց այստեղ այն բաժին ասավ խաղընկերոջը Գևորգյան Նալբանդյան դանդաղեց այստեղ Նալբանդյանը, համաձայն եմ Չելսիի ֆուտբոլիստերի հետ ու հիմա Լեռնային Արցախն է շարժվում առաջ, հիմա էլ Սարգսյանի փոխանցումը ուժեղ ստացվեց ու գնդակը բաժին ասավ Պողոսյանին, ով ուղարկում է Ժիայ Պապիկյանի ուղղությամբ։ Պապիկյանը արգելակեց, հիմա Պապիկյանը չկան տարբերակներ, հիմա գտավ Գևորգյանին,
Աչից կան Ալբանցյանը կա փոխանցում կարող է բացվել հաշիվն Ալբանցյան, բայց հիմա Խաչատրյանը դա թույլ չտվեց, շատ լավ դեպք զբաղեցեց ու Ալբանցյանն էլ չկատարեց իր ամենալավագույն հարվածներից մեկը, որը մենք սովոր ենք տեսնել նրա կատարմամբ, սա հաշվարկված փոխանցում էր ու հաշիվը բացվում է 1-0 Մելքումյանը առաջ է մղում այստեղ Լեռնային Արցախին հանդիպման հաշվի մեջ։ Ռոնալդ Մելքումյան 1-0 կարողացավ չի ժամանակին հարված կատարել Մելքումյանը, բայց այս գոլը ունի երկու հեղինակ իհարկե չնշել Արսեն Սարգսյանի կատարած ճշգրիտ ու հաշվարկված փոխանցումը չեն կարող նկատեց խաղընկերոջ դիրք ու այնպիսի փոխանցում կատարեց, որ Մելքումյանին դրանից հետո մնում էր միայն դիպուկ գտնվել, իշտել արեց Լեռնային Արցախի կենտրոնական հարձակվողը հիմա արդեն Չելսին պարտվողի կարգավիճակում է։ Իհարկե մեկ գնդակը Չելսի դեմ խաղերում ոչինչ դեռ չի նշանակում, Չելսին այն թիմերից է, որ բնականաբար շարժվելու է առաջ, փորձելու է անհնարինս հնարավոր դարձնել այս հանդիպան ելքի հետ կապված։ Իհարկե Գևորգյանից Չելսին Վինտեր կապում իհարկե շատ այլ ծրագրեր ունի, իհարկե նրանց գերխնդիրը միայն խմբային փուլը հաղթահարելը չէ, բնականաբար դա Չելսին իզորու է առանց երկու կարծիքի, նրանք ամեն խաղում պատրաստվում են իհարկե հաջորդ փուլ դուրս գալու համար։ Հիմա տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Չելսի ֆուտբոլիստերին, Պապիկյանն է գնդակի մոտ։ Բարձից փոխանցում այստեղ կարողացավ Աբրամյանը հեռացնել գնդակը, Արսեն Սարգսյանը այդ փոխանցում կարողացավ այստեղ կատարել Սարգսյանը, բայց այստեղ հեռացեցին գնդակը Արցախի ֆուտբոլիստերը ու գնդակը բաժանացավ Գրիշա Գրիգորյանին, ով կորցրեց այստեղ գնդակը եւ ես իսկ նետի Լեռնային Արցախը Սարգսյան հետ փոխանցում կատարեց դեպի Աբրահամյանը, վերջինս էլ գրող տեղափոխում է Ձախ Եզր, բայց ուժեղ այստեղ մի փոքր ստացվեց Արտուր Աբրահամյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ասատրյան շատ լավ նկատեց Արսեն Ասատրյանին, զարգացնում է Ձախ Եզրով արագությունը, Ասատրյանը նույնիսկ հարվածի փորձել տեղի ունեցավ, բայց հիմա տեսնենք ինչ է պատահել Լեռնային Արցախի պաշտպանին, կարծես Աբրահամյանը վնասված ստացավ Ասատրյանի հետ բախման ընթացքում։ Իհարկե միայն հիմա էլ Աբրահամյանը վնասված չստանա ու չկարողանա այս կարևոր պահին օգնել Լեռնային Արցախին, շատ կարևոր ֆուտբոլիստ է իհարկե պաշտպանության գծում Աբրահամյանը, հիմա կանգնեց ոտքի, հուսանք կշարունակի, այո կշարունակի հանդիպումը Արտուր Աբրահամյանը։ Ու հիմա արդեն վերսկսվում է հանդիպումը, գնդակը մրցավարը հանձնեց Լեռնային Արցախի դարպասապահերի Խաչատրյանին, ով նետում կատարեց խաղընկերոջ ուղղությամբ ու Արցախի ֆուտբոլիստները շարժվում են առաջ, այստեղ սխալվեցին Արսեն Ասատրյան, Գևորգյան վտանգավոր է, Գևորգյան հերվից փորձեց Գևորգյանը այստեղ հարված կատարել, բայց թույլ ուշեք ստացվեց Գևորգյանի կատարած հարվածը, գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Արսեն Սարգսյան լավ փոխանցում էր այստեղ ու Չուխաջյանն է հիմա էլ խլում կատարում Գևորգյան, գրոյի անցնում Չելսին, ինչ այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Գևորգյանի դեմ պայքարում, շատ վտանգավոր դիրքում եւ արդյոք սա 11 մետրանոց հարված է թե ոչ, կարծես Տուգանայինի մատույցներում է խախտումը տեղի ունեցել, բայց տեսնենք հիմա ինչ որոշում կայացի մրցավարը, ոչ ստանդարտ է նշանակված 11 մետրանոց հարված նշանակեց մրցավարը, քանի որ խախտումը տեղի է ունեցել մինչ Գևորգյանի Տուգանային հրապարակ մտնելը ու հիմա արդեն Չելսին շատ լավ հնարավորություն ունի հանդիպան հաշիվը հավասար տեսնելու համար, իհարկե եթե Նալբանդյանի հարվածը դիպուկ ստացվի, սա 11 մետրանոցից էլ ի վեր կլինի Նալբանդյանի համար, նա նմանատիպ տարածություններից մեկ անգամ չէ, որ կարողացել է աչքի ընկնել, հիմա տեսնենք այս հարվածը ինչպես կստացվի, բավական մոտ է տարածությունը Հիմա տեսնենք
Կա մրցավարի սուլիչը Ալեքսանդր Նալբանդյան ու նորից դարպասածողն է հիմա փրկում Լեռնային Արցախին ինչ վտանգավոր արված կատարեց այստեղ Նալբանդյանը բայց կրկին գնդակը չհայտվեց դարպասում Գրիշա Գրիգորյան խորքից սկսում են եւս մեկ գրո Չելսին Գևորգյանն է այս եզրում բայց այստեղ կարողացան Արցախի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը եզից կնետի Չելսին Արմեն Ասատրյան Շատ լավն էր փոխանցումը Նալբանդյան կրակել է պետք Նալբանդյան կա փոխանցում ու այստեղ գնդակը չհասավ Գևորգյանին ինչու չարվածեց Ալեքսանդր Նալբանդյանը բավական հարմար էր նրա համար դիրքը բայց իհարկե հեռու էր մի փոքր տարածությունը փորձեց ավելի ռեալիզացնել այս հնարավորությունը Չելսիի համար բայց այս դեպքում այն չստացվեց Հենց Նալբանդյանն էր կիրասի այս անկյունայինը Հիմա փոփոխություն տեղի ունեցավ Չելսիի կազմում թիմի ավագ Պապիկյանը լքեց խաղադաշտ ու Ալավերդյանը կշարունակի նրա փոխարեն հանդիպումը կա մրցավարի սուլիչը Նալբանդյան փոխանցում այստեղ Ալավերդյանը փորձեց հենց առաջին իսկ հպումը գրավել մրցակցի դարպասը բայց այս դեպքում չստացվեց Վլադիմիր Ալավերդյան Այստեղ կորցրին գնդակը Չելսիի ֆուտբոլիստները Սարգսյանն է շարժվում առաջ Արսեն Սարգսյան կա փոխանցում ու Պողոսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը հետո էլ Ալավերդյանը ուղղեց իր սխալը հեռացնելով այն պաշտպանության կենտրոնից Գևորգյանն է այստեղ պայքարում Աբրահամյանի դեմ ու խախտեց խաղի կանոնները նրա նկատմամբ Եվս մեկ փոփոխություն Չելսիի կազմում Սմբատ Պողոսյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Հովսեփ Գևորգյանին ու հիմա արդեն կա մրցավարի սուլիչը Աբրահամյանն է գնդակի մոտ դեպի ձախ եզր փոխանցում կատարեց այստեղ Հարվածի փորձի հետ պատրաստվում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը չստացվեց Աբրահամյան եւս մեկ փոխանցում ու Արմեն Ասատրյանն է հիմա էլ խլում գնդակ ուղարկելով Արսեն Ասատրյանի ուղղությամբ Ալավերդյան Բավական մեծ քանակությամբ Չելսին նետվել է առաջ Պողոսյանն է հիմա էլ ձախ եզրում գնդակով հետ փոխանցում կրկին Ալավերդյանը հեռու թողեց մի փոքր այստեղ Վլադիմիր Ալավերդյանը գնդակ ու այն բաժին ասավ կրկին Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին Արսեն Սարգսյան եթե հասցներ հիմա փոխանցում կատարել Սարգսյանը կրկին վտանգավոր կլիներ Սմբատ Պողոսյան Ալավերդյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ Աբրահամյանը հասնում է հեռացնել Ալավերդյանի ոտքի տակից գնդակը ու եզրային նետում հիմա էլ կիրականացնի Չելսին Պողոսյան Այստեղ այդ Պողոսյանի անցումը չստացվեց ու գնդակը բաժին ասավ Սարգսյանին, բայց այստեղ Գրիշա Գրիգորյանը հաջող խլում կատարեց իսկ Աբրահամյանի սահանքում էլ ավելի գեղեցիկ ստացվեց փոխանցումը նույնպես Մելքումյան միայնակ է այս դրվագում իհարկե այսքան հեշտությամբ չեն թողնի Մելքումյանին մնալ գնդակով երկար ժամանակ Ալեքսանդր Նալբանդյան լավ նկատեց Արսեն Ասատրյանին, բայց չկարողացավ այստեղ հաջող կասեցնել Ասատրյանը գնդակը ու այն Բաժին ասավ կրկին Արցախի պաշտպաններին խորքի դարպասապա ուղարկում է գնդակը առաջ այստեղ էլ Գրիշա Գրիգորյանն է հաջող աշխատում Նալբանդյանն է շարժվում առաջ հիմա գուցե փորձի Նալբանդյանը դեպի աջ տարավ գնդակը հարված արադած հաշիվը հավասար է 1-1 Ալեքսանդր Նալբանդյան 1-1 այո եղավ անդրադարձ, բայց Նալբանդյանի հարվածը ստացվեց այնպես ինչպես նա մտածել էր ու հիմա խաղակեսի վերջնամասում Չելսին հավասարեցնում է հանդիպման հաշիվը, տեսնենք ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին Լեռնային Արցախ իհարկե դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ հաղթողի կարգավիճակից գնդակ է բաց թողնում, բայց իհարկե Չելսիի դեմ խաղերը այնպես չէ որ հեշտությամբ են ընթանում բոլոր թիմերի համար հիմա Եզրային նետում կիրականացնի
Չելսին Սմբատ Պողոսյան թողեց գնդակը Արմեն Ասատրյանին, նորից Պողոսյանին է ուղարկում Ասատրյանը գնդակը, ստանում նրանից պատասխան փոխանցումը ու ուժեղ հարված կատարում դեպի առաջ իհարկե սա ավելի լավ տարբերակ է, քան կորցնել գնդակայի դիրքում։ Աբրահամյան Խորքից փոխանցում են տեսնում այստեղ, բայց ոչ ոքի բաժին չհասավ գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստների մասին է խոսքը, Գրիշա Գրիգորյանը լավ փոխանցում կատարեց Արսեն Ասատրյանին դեպի Ձախ Եզր Պողոսյանը կհասնի այս գնդակին անկասկած ու վաստակում է եզրային ներբան հնարավորություն չստացվեց այստեղ Մելքումյանին շրջանցել, բայց գնդակը կլինի Չելսիի մոտ, այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Չելսիի կազմում, Աթաջանյանն է մտնում խաղադաշտ փոխարինելով Գրիշա Գրիգորյանին, Արսեն Ասատրյանը լքեց խաղադաշտը ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Էդիկ Հարությունյանը հիմա կա մրցավարի Սուլիշը Պողոսյանը եզրային նետում իրականացնում է Տիգրան Չուխաջյան հետ ուղարկեց գնդակը կրկին Ասատրյանին, Հարությունյանը առաջին հպումը գնդակին լավ էր մտածել, բայց այստեղ գնդակը չհասավ Պողոսյանին, հետո էլ նահանջեց ու ուղղեց իր սխալը Հարությունյանը Նալբանդյան լավ կասեցեց գնդակը Նալբանդյան լավն էր արվածը, բայց Խաչատրյանը այս անգամ արդեն ճիշտ դիրքում էր անդրադարձել, տեղի չունեցավ ու կարողացավ գնդակին տիրել Լեռնային Արցախի դարպասապա իհարկե Նալբանդյանի ցանկացած հարվածային գոտում հայտնվելու դեպքում պետք է շտապեն Լեռնային Արցախի պաշտպանները փակելով նրա հարվածի ճանապարհը Հարությունյանն է հիմա էլ առաջ շարժվում Հետ փոխանցում Սմբատ Պողոսյանին, գուցե փորձի Պողոսյանը հեռվից, Պողոսյան Ալավերդյանին փորձեց ուղարկել գնդակը, բայց այստեղ Աբրահամյանը լավ կարողացավ պաշտպանվել, իսկ փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, ես նորից կնետի Չելսին։ Չուխաջյան կրկին Ասատրյանի հետ խաղարկեց գնդակը Արմեն Ասատրյան ուղարկում է գնդակը դարպասապա Էրիկ Պողոսյանին, ով ուժեղ փոխանցում է կատարում դեպի առաջ Ալավերդյանը ավելացեց այստեղ գնդակի ընթացքը Նալբանդյանը կփորձի հասնել, բայց իհարկե շատ հեռու թողեց իրենից գնդակը ու հիմա արդեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները կարողացան դուր գալ պաշտպանությունից ու գրոհ են ասում աջ եզրով, կա փոխանցումը ու հիմա էլ վրիպեց Մելքումյանը շատ լավ հնարավորություն կորցրեց Լեռնային Արցախը կրկին հաշվի մեջ առաջ անցնելու համար, բայց հարված կլինի Չելսիի դարպասից Հիմա Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Նորից ուժեղ փոխանցում է կատարում առաջ այստեղ Աբրահամյանը շատ հաջող գործեց հեռացեց գնդակը ու հիմա վտանգավոր փոխանցում էր դա ստացվել Մելքումյանի համար դեպի Չելսի դարպասը տալով բայց Ասատրյանը հաջող գործեց գնդակ ուղարկելով Պողոսյանին լավ էր մտածել հիմա էլ Սմբատ Պողոսյանը Ալավերդյանն է հիմա էլ պայքարում դարպասապայի դեմ բայց դիպավ նրան ու խախտեց խաղի կանոնները ինչ բարձր է իսկապես հանդիպան տեմպը մանավանդ Չելսի խփած գնդակից հետո իսկապես թիմերը հիմա փորձում են 1-1 ու ավելի վտանգավոր սպառնալ ու գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով իհարկե դա հեշտ չի լինի, բայց ցանկալի է երկու թիմերի տեսանկյունից էլ խաղարկում են հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակը պաշտպանությունում հետ փոխանցում դարպասապա Խաչատրյանին ով գնդակ ուղարկում է Աբրահամյանի ուղղությամբ դեպի կենտրոն կրկին Խաչատրյանն է գնդակով դեպի ձախ ուղարկեց գնդակը այստեղ Հարությունյանն է Բայց Չուխաջյանը գնաց պրեսինգի, խլեց գնդակը կատարեց փոխանցում ու եթե հիմա գնդակը հասներ Վլադիմիր Ալավերդյանին, ապա ոչ ոք չէր խանգարել նրան հարված կատարելու գործում այլ հարցը կփրկեն Խաչատրյանը այս իրավիճակում Լեռնային Արցախին, թե ոչ իսկ հիմա արդեն Լեռնային Արցախն է անցնում գրոհի լավներ այս փոխանցումը ու մի փոքր անհաջող գործեցին հիմա հարցակման կենտրոնում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները տվյալ դրվագում հայտնվել էր Հայկ Աթայանը, եթե կարողանար լավ հարված կատարել կամ կասեցնել գնդակը հնարավոր է վտանգ սպառնել Պողոսյանի դարպասի ուղղությամբ, բայց այստեղ գնդակը դուրս եկավ պարզապես դաշտի սահմաններից Աթաջանյան լավ գործեց երկրորդ հարգում ու գնդակը բաժինացավ կրկին Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին, ովքեր եւս մեկ գրոհ են անցնում Մելքումյան լավ էր մտածել, բայց կարողացան Չելսիի ֆուտբոլիստները ճիշտ դիրքում հայտնվելու խլել գնդակը Նալբանդյան
շատ հեռու թողեց գնդակը, իսկ Աբրահամյանը նմանատիպ տարածություններում չի զիջի բնականաբար։ Մելքումյան, Սարգսյան, լավն էր Սարգսյանի փոխանցումը, տեսնենք այս գրոհիչ կտա Լեռնային Արցախին, Աթայան ու հիմա նորից վրիպում է Աթայանը շատ վտանգավոր դիրքից։ Վերջին րոպեն է հանդիպան առաջի խաղակեսի, Պողոսյան ուղարկում է գնդակը առաջ, այստեղ նորից Աբրահամյանը կարողացավ վերացնել, Հարությունյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Սմբատ Պողոսյանը, վերջին գրոհ կարծում եմ առաջի խաղակեսի Պողոսյան մնաց գնդակով, կատարեց անցում, բայց հայտնվեց երկու օգու շրջափակման մեջ ու վաստակեց Արդյոք խաղի կանոնների խախտում, հենց ինքն էլ խախտեց խաղի կանոնները, դժվարանում եմ ասել այս դրվագում, իհարկե տպավորությունը առաջին հայացքից այնպիսին էր, որ կար Պողոսյանի նկատմամբ խախտում, բայց ոչ ինքն էլ խախտել խաղի կանոնները ու գնդակը կլինի Լեռնային Արցախի ֆուտբոլիստերինը։ Մեկ գրոհ հնարավորություն տալիս է մրցավարը խաղակեսի վերջնամասում Լեռնային Արցախին ու տեսնենք այս փոխանցումից հետո ինչ տեղի կունենա Աբրահամյանն ուղարկեց գնդակն առաջ ու Պողոսյանը վերցրեց։ Առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց 1-1 հաշվով, շատ հետաքրքիր հանդիպում դիտեցինք առաջի կեսում, կարճ է դադար մեզ մոտ, որից հետո կվերադառնանք։ Սելի ֆուտբոլասաները մենք վերադառնում ենք Չելսի դեմ Լեռնային Արցախի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը հավասար է 1-1 նախ կարողացավ Ռոնալդ Մելքումյանը առաջ մղել Լեռնային Արցախին հաշվի մեջ, հետո էլ Նալբանդյանը հավասարեցեց հանդիպան հաշիվը ու թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։ Տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն անել թիմերը, առաջին խաղակեսը իսկապես շատ հետաքրքիր ու դրամատիկ ստացվեց, դրանում երկու կարծիք լինել չի կարող, եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի մեկտարկային հայտարարություններին, սկսենք Չելսիից Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սմբատ Պողոսյան համար 6, Գրիչա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ժիայր Պապիկյան համար 10, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Գևորգյան համար 18, Հովսեփ Աթաջանյան համար 20, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Տիգրան Չուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99։ Լեռնային Արցախ Էրիկ Խաչատյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սերգեյ Ասրյան համար 2, Արտուր Աբրահամյան համար 3, Արսեն Հարությունյան համար 8, Ռոնալդ Մելքումյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, Արսեն Հարությունյան համար 13, Տիգրան Համբարձումյան համար 15, Հարութ Մանգասարյան համար 18, Միքայել Արաքելյան համար 22 եւ Հայկ Աթայան համար 27։ Աբրահամյանն է գնդակ ուղարկում առաջ, բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց, իհարկե Մելքումյանը չի հասնի այս գնդակին ու եզից կդետի Չելսին։ Ասատրյան հարված կլինի հիմա արդեն Չելսիի դարպասից։ Ու Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, իհարկե ուժեղ հարված երկարծս պատրաստվում է Էրիկ Պողոսյանը, այդպես էլ արեց, փոխանցում կատարելով Պապիկյանի ուղղությամբ, կար այո այստեղ խաղի կանոնների խախտում Պապիկյանի դեմ պայքարում եւ ստանդարտ կիրացնի հիմա Չելսին։ Տեսնենք ինչ է պատել Պապիկյանին, կարծես հարված ստացավ ոտքին, բայց հիմա հանեց ոտքի ու կմնա խաղադաշտում Ժիայր Պապիկյանը։ Տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Չելսին, Արմեն Ասատրյանն է գնդակի մոտ, Ասատրյան ցածից հարված ստացվեց այստեղ նույնիսկ Ասատրյանի կատարմամբ ու գնդակի հետագից այնպիսին էր, որ ցանկացած իրավիճակում կարող է հայտնվել դարպասում, բայց այստեղ բախտը չբերեց Չելսի ու գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ, այստեղ բախտի գործոնը միայն կարող ենք ասել եկավ օգնության հիմա Լեռնային Արցախին, իսկապես շատ վտանգավոր էր Ասատրյանի հարվածը, Սարգսյանն էլ այստեղ լավ էր մտածել, բայց չանցավ փոխանցումը Սմբատ Պողոսյան, Ալավերդյանին փորձեց ուղարկել գնդակը, բայց հասցրին հեռացնել կրկին Արցախի պաշտպաններ ու եզից կնետի Չելսին։
Ալավերդյան Տեսնենք ինչ որոշում կայացի Վլադիմիր Ալավերդյանը Առաջը միայնակ գործեց, բայց կարողացավ փոխանցում կատարել Հարությունյանի ուղղությամբ ու Չելսին շարժվում է առաջ Սմբատ Պողոսյան կա Ալավերդյանը կա փոխանցումը, բայց այստեղ չհասավ գնդակը Ալավերդյանին, քանի որ ավելի շուտ արձագանքեց գնդակին այս դեպքում Լեռնային Արցախի պաշտպան Արսեն Հարությունյանը, հետո էլ գրոհի ժամանակ կորցրին գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները ու կրկին Չելսին շարժվում է առաջ, հիմա էլ Պապիկյանն է շտապում, իհարկե հասկանալի է բնականաբար Չելսին փորձում է առաջ անցնել հաշվի մեջ նրանց անպայման հաղթանակ է այսօր պետք ու 3 միավոր, որպեսզի կարողանան կրճատել միավորների տարբերությունը Լեռնային Արցախի նկատմամբ հիշեցնեմ այս պայն 5 միավոր ետը Չելսին մրցակցից մրցաշարային աղյուսակում ու հաղթանակի դեպքում նույնիսկ չի էլ կարող հավասարվել, բայց կրճատի միավորների տարբերությունը Մելքումյան 2-1 այս ընթացքում Լեռնային Արցախը նորից գոլի հեղինակ է դառնում ու Մելքումյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց Մելքումյան 2-1 ու նորից Լեռնային Արցախն առաջ է անցնում հաշվում է ջիմա խառնեց Լեռնային Արցախը Չելսի բոլոր խաղաքարտերը ու տեսնենք Ալավերդյան չստացվեց հիմա Ալավերդյանի հարվածը տեսնենք ինչ է պատահել հիմա Ալավերդյանին կարծես ծալվեց ոտքը ու միայն հիմա էլ Ալավերդյանը վնասված չստանա Չելսիի կազմում ու չի կարողանում, հիմա Ալավերդյանը չի կարողանում շարունակել այս հանդիպումը ու փոխարինվի Արսեն Ասատրյանն է մտնում նրա փոխարեն խաղը դաշտ իսկապես շատ բարդ հարված ստացավ Ալավերդյանը ոտքին ու փոխարինվում է այս րոպեներին հուսանք, որ վնասվածքը բարդ չի լինի ու եթե ոչ այս հանդիպանը, ապա մյուս Չելսիի հանդիպանը Ալավերդյանը ներկա կգտնվի Հիմա կա մրցավարի սուրիչը վերսկսվում է հանդիպումը Աբրահամյանն է գնդակով ուժեղ փոխանցում կատարեց առաջ, բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Չելսիի դարպասից Սուրվեց մրցավարը պետք է ճիշտ դիրքից խաղարկել գնդակը Ես հիշեցնեմ, առայժմ Winter Cup-ի 2025-26 մրցաշրջանում անպարտելի թիմերն են Յուվենտուսը, Մանչեսթեր Սիթին, Վոտֆորդը, Լեռնային Արցախը ու Ատլետիկո Երևանը թիմեր, որոնք առայժմ չունեն պարտություն այս մրցաշրջանում իսկ 100% արդյունքով միայն ու միայն այս պահին առաջ է շարժվում Յուվենտուս թիմը բոլոր հանդիպումներում կարողացել է հաղթանակ տոնել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը հիմա անկյունային արված կիրասնի Չելսին, բայց Յուվենտուսը հիշեցնեմ, որ վաղը շատ բարդ հանդիպում ունի անցկացնելու Վերդերի դեմ շատ բարդ մրցակից է հենց այս տուրում բաժին հասել Յուվենտուսին իհարկե Վերդերը այս պահին մի փոքր անհաջող կարգավիճակում է մրցաշարային աղյուսակի տեսանկյունից, բայց հանդիպումից հանդիպում արդեն Վերդերի խաղամակարդակը բարելավում է ու թիմը կարողանում է իր կորսրած միավորները ետ բերել Աբրահամյան Եվս մեկ խորքից փոխանցում ենք տեսնում շատ հաջող փոխանցում հիմա ստացեց Աբրահամյանի կատարմամբ Տեսնենք այս գրոհիչ կտա Լեռնային Արցախին Արսեն Սարգսյան փորձեց հետ ուղարկել այստեղ Մելքումյանի գնդակը, բայց խլեցին Չելսիի ֆուտբոլիստները ու Սմբատ Պողոսյանն է զարգացնում արագություն, բայց Աբրահամյանի այս սահանկումը կրկին իդեալական է այս հարվածը նույնպես, բայց դարպասապա Պողոսյանը տեղում էր ու կարողացավ ետ մղել
Արսեն Հարությունյանի կատարած հարվածը եզից նետում է Լեռնային Արցախը Մելքումյան հետ փոխանցում, այստեղ չհասկացան միմյանց Արցախի երկու ֆուտբոլիստները, բայց գնդակը կարողացան պահել իրենց մոտ, հիմա էլ եւս մեկ հարվածը հետևում Աբրահամյանի կատարմամբ, բայց բարձր ընթացավ գնդակ ու հարված կլինի Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից Ասատրյան եզից կնետի հիմա Չելսին Հարությունյան կատարեց փոխանցում առաջ այստեղ Գևորգյանը Փորձը չայելիքը, բայց հիմա խաղի կանոնների խախտում է պահանջում Գևորգյանը մրցավարից իհարկե չնշանակեց այս դրվագում ստանդարտ մրցավարը ու խաղարկում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակը դեպի աջ Մելքումյանն է այստեղ կրկին հայտնվել արագություն փորձեց զարգացնել այս դրվագում չստացվեց հիմա կատարեց փոխանցում ու գնդակը բաժին է հասնում Չելսի ֆուտբոլիստերին Չուխաջյան դեպի աջ Պապիկյանն է այստեղ ու անկյունային հարված է վաստակում հիմա Չելսին Լեռնային Արցախի պաշտպանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եւ տեսնենք այս անկյունային արդեն ինչ կտա Չելսի ֆուտբոլիստերին Պապիկյանն է կրկին տեղադրում գնդակը Պապիկյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու Խաչատրյանը կարողանում է հեռացնել գնդակը հիմա էլ արդեն եզից կնետի Չելսին իհարկե շտապում են հիմա Չելսի ֆուտբոլիստները հասկանալի է նրանց իրավիճակը բնականաբար պետք է փորձել այս հանդիպումը ամեն գնով առնվազն ոչ ոքի ավարտել Գևորգյան բարձր ստացվեց հիմա Էլովսև Գևորգյանի կատարած հարված ու հարված կլինի Լեռնային Արցախի դարպասից Դեռ իհարկե կա բավական խաղաժամանակ, այնպես չէ, որ հանդիպան վերջի րոպեներն են եւ ես նշում եմ այդ մասին, բայց իհարկե Լեռնային Արցախի դարպասը հեշտությամբ չես գրավի ու Չելսին այդ ամենը քաջ գիտակցում է։ Հիմա Աբրահամյանն է կրկին գնդակով։ Դեպի ձախ ուղարկեց։ Լավ փոխանցում ստացվեց այստեղ Բայց Շուխաջյանը հաջող կերպով պաշտպանվեց Նալբանդյան փոխարինման դուրս գալուց հետո առաջին հպումը գնդակին ուղարկում է գնդակը Հարությունյանին մնաց գնդակով Էրիկ Հարությունյանը բայց այստեղ չանցավ Հարությունյանի կատարած փոխանցում ու կրկին Լեռնային Արցախն է գնդակով Արսեն Սարգսյան լավն էր Սարգսյանի փոխանցումը Մելքումյանն է շարժվում առաջ այստեղ թիկունքից աշխատեց Պապիկյանը կատարեց անցում նույնիսկ Փոխանցում կամ հարված էր այստեղ կատարում Մելքումյանը հստակ չեմ կարող ասել այս դրվագում, բայց գնդակը չեղուցավ ընթացավ Նալբանդյան Ալեքսանդր Նալբանդյան լավն էր փոխանցումը Ասատրյանն էլ փորձեց ավելացնել այն դեպի Գևորգյանը, բայց չանցավ Մելքումյան, հիմա կրկին գնդակով Լեռնային Արցախն է ու ասում են գրոյի Արցախի ֆուտբոլիստները, բայց այստեղ շատ լավ սանքում կատարեց Արմեն Ասատրյանը, հիմա կա փոխանցում ու չի ստացվում հիմա էլ հարված կատարել Հարությունյանի մոտ եւ հարված կլինի կրկին Չելսի դարպասից Պողոսյան ուժեղ փոխանցում առաջ Չուխաջյան բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Արցախի պաշտպանները եզից կնետի Չելսին իսկապես պետք է գնալ առաջ, պետք է փորձել ետ բերել այդ մեկ գնդակը, իսկ հիմա արդեն շտապողականություն այս րոպեներից սկսած խաղադաշտումի գործանումը Չուխաջյանն էլ եզային նետում կատարելիս սխալվեց ու եզից կնետի Լեռնային Արցախը կա փոխանցումը Մելքումյան այստեղ շատ հաջող է գործում բայց Չուխաջյանը նահանջեց ու կարծես հենց դրանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից անկյունային հարված կիրացնի Արցախը իհարկե Լեռնային Արցախի տեսանկյունից շտապել պետք չէ, նրանք բնականաբար կփորձեն այս հանդիպումը պարզապես ավարտին մոտեցնել նրանց համար այս պայն մրցաշարային աղյուսակի տեսանկյունից իհարկե ցանկալի է հաղթել մեծ գոլերի տարբերությամբ ցանկացած մրցակցի դա Չելսիի մասով իհարկե չասեմ չի ստացվի կամ անհնարին է, բայց այդքան էլ հեշտ չէ Չելսին կրկնում եմ այն թիմերից ով ցանկացած թիմի հետ միջև վերջի վարկյանը ճակատ առ ճակատ կարող է պայքարել
Բայց հաղթի Լեռնային Արցախ այս հանդիպում օրինակի համար 2-1 հաշվով կամ 5-1 հաշվով ոչինչ չի տալու այս պայդրությամբ մրցաշարային աղյուսակում նրանց Նալբանդյան գուցե եւս մեկ հեռար արված տեսնենք ոչ այս դեպքում փոխանցում Գևորգյանն էլ փոխանցում փորձեց կատարել չանցավ մնաց գնդակը Չելսիի մոտ Չուխաջյան սա փոխանցում էր դեպի Ուգանդային հրապարակ բայց դարպասապահ Խաչատյանը կարողացավ վերցնել գնդակը նետելով այն արդեն Սարգսյանի ուղղությամբ Սարգսյան լավ գործեց այս դրվագում Սարգսյանը Հերվից հարվածի փորձ ու Չուխաջյանն է փակում Սարգսյանի հարվածի ճանապարհը հիմա արդեն Ստիփած հետ ուղարկեց գնդակը Սարգսյանը թույլ չտալով մրցակցին արագ հակագրով կազմակերպելու խորքից Լեռնային Արցախը եւս մեկ դրոյի հասնում Մելքումյան Մնաց գնդակով Մելքումյանը ու այստեղ վաստակեց ստանդարտի հնարավորություն Տեսնենք բավական վտանգավոր դիրք է հիմա կհետևի փոխանցում Սարգսյանի կատարմամբ կամ մրցավարի սուրիչը Սարգսյան սա ավելի շատ հարվածի էր նման բայց Պողոսյանը կարողացավ հեռացնել գնդակը ու հետո շեղությամբ ստացվեց Արությունյանի կատարած հարվածը Արմեն Ասատրյան ուղարկում է գնդակը կրկին Աչեզեն Նալբանդյանը ընդունեց այն ու շարժվում է առաջ Ալեքսանդր Նալբանդյան կար այստեղ խախտում բայց մնաց գնդակը Նալբանդյանի մոտ շատ լավ նկատեց ձախ եզրում Պապիկյանին Ժիայ Պապիկյան փորձեց կախել գնդակը դեպի մրցակցի Տուգանային հրապարակային չանցավ ու հիմա Սարգսյանը հարվածային դիրքում է հայտնվում 3-1 դարձելով այս հանդիպան հաշիվը ամեն ինչ գրագետ արեցին այստեղ Արցախի ֆուտբոլիստերից Սարգսյանը իր անհատական վարպետությունը գործի դրեց այս դրվագում 3-1 Լեռնային Արցախը կրկնապատկում է իր առավելությունը Հիմա արդեն Լեռնային Արցախը շատ վստահ կսկսի գործել այս դրոպաներից սկսած խաղադաշտում, քանի որ երկու գնդակի առավելությամբ է արդեն հաղթում մրցակցին, Չելսին արդեն պետք է ամեն ինչ մի կողմ դնի ունեցվի առաջ Պապիկյան սայթակեց այստեղ, բայց կատարեց փոխանցում ու սա 11 մետրերոց հարված է անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ Լեռնային Արցախի դարպասի ուղղությամբ Հիմա չեմ կարող ասել կդիտի այնուամենայնիվ մրցավարը դրվագի կրկնապատկել է թե վստահ է որոշման մեջ, բայց կարծես ոչ մի աննշանակ նշանակում է 11 մետրանոց հարված ու հիմա Չելսին նորից լավ հնարավորություն է ստանում կրճատելու հաշվի տարբերությունը Գևորգյանն է կարծես պատրաստվում հարվածը իրականացնելուն Այո, Հովսեփ Գևորգյանն է գնդակի մոտ դարպասում է Լերիկ Խաչատրյանն է, տեսնենք ով ավելի ուժեղ կգտնվի այս դրվագում։ Գևորգյանն ընդդեմ Խաչատրյանի փորձառու դարպասապահ է, Խաչատրյանը Գևորգյանն էլ շատ մեծ փորձ ունի, 11 մեծահանուսները, կասուլիչը, բայց հիմա շեղությամբ է ստացվում Գևորգյանի հարվածը, ինչ հնարավորություն է հիմա կորցնում Չելսին, խոսքեր պարզապես չեմ գտնում ասելու, եթե կարողանային այս դրվագում գրավել Լեռնային Արցախի դարպաս ու նորից Հաշվի տարբերությունը լիներ մեկ գնդակ ապամ կրկին Չելսին կմտածեր ավելին հանելու մասին, բայց այստեղ Գևորգյանի կատարած հարվածը պարզապես ասենք չստացվեց, քանի որ մենք դրա կատարմամբ իհարկե նմանատիպ հարվածներ շատ քիչ ենք տեսնում
Գրիգորյան, կա փոխանցումը Մելքումյանն է այստեղ հեռաստուն գնդակ ու եւս մեկ անգամ եսից կների Չելսին։ Գրիշա Գրիգորյան, Ասատրյան ու այստեղ նորից կարողանում են հեռացել գնդակը լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւս մեկ եզային հետում կիրացնի Չելսին։ Խուճապ է այս պայն իսկապես խաղադաշտում, հատկապես Չելսի գործողություններում։ Գրիգորյան փոխանցում ու նորից Մելքումյանն է փակում գնդակի ճանապարհը։ 4 անընդմեջ եզային նետումը հիմա կդիտենք։ Հիմա էլ Ասատրյանն է վերցնում գնդակը ու կատարում փոխանցում առաջ։ Պապիկյան հիմա արդեն կարող է գրոհ կազմակերպել Չելսին։ Կար այստեղ այո խախտում Պապիկյանի դեմ պայքարում։ Գրիշա Գրիգորյանն է գնդակի մոտ Արագոնը խաղարկում է գնդակը Նալբանդյանի հետ։ Նալբանդյանը արվածի փորձ, բայց Մելքումյանը նորից կանգնեց գնդակի ճանապարհին ու եզից կնետի Չելսին Նալբանդյանը խաղարկում է հիմա գնդակը Պապիկյանի հետ։ Փոխանցում դեպի Տուգանայինի մատուստեր, բայց այստեղ էլ Աբրահամյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Էրիկ Պողոսյան խորքից է սկսում Չելսին։ Գևորգյան Չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտումը Ասատրյանի դեմ պայքարում։ Շնուլեց մրցավարում հիմա լեռնային Արցախը նետվում է առաջ Սարգսյան լավներ փոխանցումը, բայց Մելքումյանը կորցրեց հարվածային դիրքը, մնաց գնդակով, հիմա նորից ուղարկում է գնդակը Արսեն Սարգսյանին։ Շատ լավն էր Սարգսյանի մտածված փոխանցումը այստեղ, բայց կարողացան հեռացնել գնդակը Չելսի պաշտպանները ու եզրային նետում կիրացնել լեռնային Արցախը։ Աբրահամյանն է ուժեղ հարվածով գնդակ ուղարկում առաջ, բայց այստեղ Արմեն Ասատրյանը լավ գործեց։ Մելքումյան տարավ իր գնդակը, հիմա Գևորգյանը նահանջել է ու խանգարեց ամեն դեպքում այստեղ այո Մելքումյանին, հարված կլինի Չելսի դարպասից։ Հենց Գևորգյանն էլ ուղարկեց գնդակը դարպասը Պողոսյանը, Պապիկյան դեպի աջ Նալբանդյան, գուցե եւս մեկ անգամ փորձի Նալբանդյանը ոչ, այս դեպքում չկատարեց հարված, կատարեց փոխանցում, բայց այստեղ գնդակը բաժին ասավ լեռնային Արցախի ֆուտբոլիստերին, ճիշտ է գրոհի արագացնել չստացվեց, բայց Չելսի գրոհն էլ չեզոքացեցին, հիմա իր Աբրահամյանը որքան հնարավոր է հեռու ուղարկեց գնդակը։ Եսից հիմա կնետի Չելսին։ Նալբանդյանն է կատարում եզրային նետում, Գրիշա Գրիգորյան, տեսեք որտեղ է հասել արդեն Գրիգորյանը իհարկե ամբողջ կազմով հիմա Չելսին մրցակցի կիսադաշտում է, Պապիկյան չանցա փոխանցումը ու հիմա լավ հակագրոհի հնարավորություն ունի լեռնային Արցախը, ընկավ մի փոքր գրոհի տեմպ, այստեղ Սարգսյանն ու Պապիկյանը պայքարեցին միմյանց դեմ, բայց կարողացավ Սարգսյանը փոխանցում կատարել, հետո կորցրին գնդակը Արցախի ֆուտբոլիստները, իսկ այստեղ Պապիկյանի փոխանցումը դեպի Նալբանդյանը չանցավ, եթե անցներ ապա միայնակ էր մնալու դարպասապայի դիմաց Նալբանդյանը։ Հարությունյան հիմա էլ Հարությունյանի փոխանցումը չի անցնում ու եթե այս հակագրոհ գոլի վերացի լեռնային Արցախը, բայց շարունակեմ միտքս, քանի որ Արմեն Ասատրյանը ընդհատեց այն, շատ լավ փոխանցում էլ կատարեց դեպի Պապիկյանը, Պապիկյան, լավն էր փոխանցում Արսեն Ասատրյան, Գևորգյանին չէ կատարվում Ասատրյանն ու Խաչատրյանը հիմա փրկում է լեռնային Արցախին, հետո էլ Ասատրյանը խախտում է խաղի կանոնները, եւս մեկ շատ լավ հնարավորություն կորցրեց իսկապես Չելսի խաղադաշտում։ Երրորդ գնդակը բաց թողնելուց հետո նախ չիրացեց 11 մետրանոց հարվածը, հիմա էլ այս դրվագում չկարողացան այս գրոհ գոլի վերացել Չելսիի ֆուտբոլիստները ու ստանդարտ իրացնի լեռնային Արցախը։ Խաղարկում են գնդակը Արցախի ֆուտբոլիստները, Խաչատրյան ուժեղ փոխանցում է կատարում առաջ դարպասապահ Խաչատրյանը, բայց Գրիշա Գրիգորյանը առաջինը տիրեց գնդակին, հետո հեռու թողեց ու կրկին գնդակը լեռնային Արցախի մոտ է, Մելքումյանը մեկ հպումով ուղարկում է այն դեպի Աչեսը, Արսեն Սարգսյան այստեղ Ասատրյանի դեմ պայքարում խախտեց խաղի կանոնները Սարգսյանը
ու հիմա կլքի խաղադաշտը երկրորդ դեղին կարտեսա Սարգսյանի ու արդեն կարմիր կարտեստանում Արսեն Սարգսյանը Լեռնային Արցախին մեկ ֆուտբոլիստ պակաս թողնելով խաղադաշտում։ Հիմա արդեն Չելսին կարող է քանակական առավելությունը գործնականի վերածել, տեսնենք, արդյոք կարողանա քանակական առավելություն իսկապես գործնականի վերածել Չելսին, թե ոչ դեռ կա խաղաժամանակ, հիմնական ժամանակի ավարտին մնացել է 4 րոպե գումարած որքան կփոխհատուցի մրցավարը։ Խաղարկում է Չելսին գնդակ Ալեքսանդր Լալբանդյան, եթե Չելսին գրաված լիներ 11 մետրանոցից մրցակցի դարպասում հիմա մեկ գնդակ մնար Չելսիի ֆուտբոլիստերին ետ բերելու հաշվի հավասարությունը վերականգնելու համար, դա ուրիշ խնդիր կլիներ Չելսիի համար, բայց հիմա նախ պետք է մեկը կարողանալ հեղինակել, հետո մտածել հաջորդի մասին։ Ես իսկ նետի Չելսին Պապիկյանն է շտապում, իհարկե Լեռնային Արցախը հենց այնպես չի զիջի այս հանդիպումը բնականաբար մրցակցին, բայց հիմա կփորձի, կարծում եմ կփորձի Չելսին ողջ կազմով նետվել առաջ, այստեղ էլ Հարությունյանի կատարած փոխանցում ուժեղ ստացվեց ու հարված կլինի Լեռնային Արցախի դարպասից։ Մելքումյան, հասավ գնդակի Ռոնալդ Մելքումյանը, Աթաջանյանն է դիմավորել նրան, անցումը ստացեց Մելքումյանի, կարող է ավարտել այս հանդիպումը, Մելքումյանը այդպես էլ անում է, անհատական վարպետությունը գործի դնելով 4-1։ Լավ արա 4-1-ի խաղում Ռոնալդ Մելքումյան 4-1 հիմա իսկապես կարող ենք ասել, որ Չելսին պարզապես ժամանակի առումով այլևս ոչինչ անել չի կարող այս հանդիպանը։ Ասատրյան հիմա պետք է միայն փորձել կրճատել հաշվի տարբերությունը որքան հնարավոր է։ Պապիկյան, Ասատրյան, կրկին Պապիկյան, նորից Ասատրյանին է ուղարկում գնդակ ու այստեղ անաստե ստացվեց Ասատրյանի կատարած փոխանցումը եւ հարված կլինի Էրիկ Խաչատրյանի պաշտպանած դարպասից։ Ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ, այստեղ էլ Գրիգորյանն է հեռացնում գնդակը ու հիմա էլ կարողացավ որքան հնարավոր է հեռու ուղարկել գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստ Արսեն Հարությունյանը, ես իսկ նետի Չելսին։ Հարությունյան շարժվում է առաջ Հարությունյանը, այստեղ մի փոքր հեռու թողեց Գրիշա Գրիգորյան, Կաչ Եզուն Գևորգյանը ստացավ փոխանցում, Գևորգյանը կատարեց փոխանցում ու Պապիկյանի մոտ էլ հիմա չստացվեց շեղել գնդակի ուղղությունը։ Հետո էլ կար խաղի կանոնների խախտում արդեն Չելսիի ֆուտբոլիստի կողմից ու ստանդարտ է նշանակում մրցավարը այստեղ։ Աբրահամյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Աթաջանյանը վերջի պահին հասցրեց հեռացնել գնդակ ու անկյունային հարված հիմա էլ կիրացնի Լեռնային Արցախը, հիմնական ժամանակը արդեն սպառվել է, մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում։ Փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ դարպասապա Պողոսյանին բաժինացավ գնդակը, ով այն նետեց Գևորգյանի ուղղությամբ, Աչիցկան Ալբանդյանը ստացավ գնդակն Ալբանդյանը, կար խախտում, բայց մնաց գնդակով Ալեքսանդր Ալբանդյանը ու հիմա վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն։ Արագորեն էլ խաղարկում է Պապիկյանի հետ գնդակը։ Նորից Ալբանդյան եւ եւս մեկ անկյունային կիրացնի հիմա Չելսին, իհարկե ողջ կազմով պաշտպանվում է հիմա Լեռնային Արցախը։ Ալբանդյանն է կրկին գնդակի մոտ,
դարձից հետևեց փոխանցում այս անգամ Խաչատրյանը հեռացեց Գրիգորյանի արվաստել չստացվեց, բայց գնդակման Չելսիի մոտ Գևորգյան գրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ ու Խաչատրյանն երաշտում է գնդակը եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է դրամատիկ հանդիպում դիտեցինք, բայց 4-1 հաշվով Արավելյան հասավ Լեռնային Արցախը ու վաստակեցի հերթական 3 միավորը Winter Cup-ում։ Այս հանդիպան համար նախատեսել ենք այսքանը մեզ մոտ կարճատև դադար է, որից հետո կրկին կվերադառնանք